Տեսեք, այսօր մենք բոլորս գիտենք, որ բացում է Եվրոնեստի լիագումար համագումարը, որտեղ փաստացի չեն մասնակցում մեր հարևան երկրների ներկայացուցիչները, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Հիմա տեսեք, փաստացի եթե հաշվի առնենք այն, որ Բելարուսի ներկայացուցիչը վաղուց արդեն չի մասնակցում, կարելի ասել, որ Երևանում փաստացի քննարկմանը մասնակցելու են Հայաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ներկայացուցիչները։ Բայց ինչու վրացիները հրաժարվեցին մասնակցելու։ Ես կարծում եմ, որ ճիշտ արեցին։ Իրենց խորհրդարանի նախագահան հայտարարությունով հանդես եկավ եւ լիարժեք համաձայն եմ դրա հետ, որովհետեւ այդ կառույցը դարձել է խիստ գաղափարականացված կառույց, որը կապ չունի դեմոկրատական արժեքների հետ, ինքը փաստացի հրավիրել է Վրաստանի ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր որ պարակման ֆունկցիա են կատարում Վրաստանում եւ հակասահմանական գործողություններով են զբաղված եւ խրախուսվում են Եվրոմիության բյուրոկրատիայի կողմից։ Հիմա պատկերացրեք Վրաստանի ներկայացուցիչ գար Երևան եւ այդ Եվրոնեստի վերնախավը պետք է ինչա հարթակ սարքի Հայաստանը պետք է դառնար հարթակ, որպեսզի Վրաստանի տարբեր շրջանակներ իրար հետ հակամարտության մեջ մտնեին։ Դա ծաղելի կներ վրա ժողովրդի համար։ Եվ Վրաստանի իշխանությունը շատ արժանապատիվ որոշում կայացրեց եւ չմասնակ, բայց սա նաեւ մեսիջ է Հայաստանի իշխանության համար, որ Հայաստանը փաստացի այնպիսի վիճակի դարձել է հարթակ այդպիսի երևույթների համար։ Ադրբեջանն էլ որպես համերաշխություն Վրաստանին չմասնակցեց։ Ճիշտ է ինքը այլ պատրվակ բերեց, որ, չգիտեմ, Եվրոմիությունը ինչ որ այլ նախկինում որոշումներ է կայացել կամ լավ չի ողջունել օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը, որ կնքվեց Վաշինգտոնում, բայց ես կարծում եմ դրանք պատրվակ էին, պրոստը ադրբեջանցիները տեսնելով որ Վրաստանը չի մասնակցում, իրենք իրենց համերաշխությունը ցույց տվեցին Վրաստանի այսօրվա իշխանությանը եւ ստացվեց այնպես, որ այսօրվա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ հայտարարում է, որ տարածաշրջանի խաղաղության կողմնակից է, որ հարևանի հետ լավ հարաբերությունների կողմնակից է, փաստացի այսօրվա իշխանությունը դարձել է գործիք եվրոպական բյուրոկրատիայի ձեռքում, այդ թվում նաեւ որը օգտագործվելու է իր հարևան երկրների դեմ եւ մասնավորապես Վրաստանի դեմ։ Սա մտորելու տեղ պետք է տա նաեւ այն շրջանակների համար, ովքեր որ անկեղծորեն մտածում են, որ Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները Եվրոմիության հետ, ինչը ես իհարկե ողջունում եմ, SEPA-ի շրջանակներում Հայաստանը կարող է իսկապես խորացնել իր ավելին կարող եմ ասեմ 17 թվականին կնքված այդ պայմանագիրը, եթե կյանքի կոչվեր նորմալ ճանապարհով, մենք վաղուց արդեն կունենայինք ազատ վիզայի ռեժիմ Եվրոմիության հետ։ Վաղուց 17 թվականից անց, առնվազն 2-3 տարի անց։ Այս իշխանությունը 7 տարվա ընթացքում դա չկարողացավ լուծել։ Ինչի՞, որտեղ այս մարդիկ ոչ միայն անազնիվ են, նաև անգրագետ են, տգետ մարդիկ են, որոնք փողոցից եկել են, ոչ մի բանի ունակ չեն, ոչ մի ծրագրի ունակ չեն բանալ, դրա էլ ոչ մի խնդիր չի լուծվելու սրանց հետ կապված։ Սրանք նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող, տգետ են, անգրագետ են, փողոցային խուժան են, սրանք ոչ մի բանի ունակ ժողովուրդ չեն։ Սա է խնդիրը։ Հիմա այս մենք անընդհատ բոլոր տիպի հարցերում մենք սայթակում ենք այս տիպի խնդիրների շուրջ։ Հիմա նույն այս հարթակում, որ հիմա 3 օրվա պետք է Եվրանեստը անցկացվի, հիմա փաստորեն մենք պետք է լսենք, թե ինչպես են Վրաստանի ընդդիմադիրները հոխորտալու Վրաստանի իշխանության դեմ։ Ու դուք ուզում եք, որ դրանից հետո հայ-վրացական հարաբերությունները նորմալ զարգանան։ Վաղը մյուս օրը, որ հետո հայ վարորդները ասեն, թե այ Վրաստանի իշխանությունը խոչընդոտում է բան, դուք լուրջ դեմքով հետո ասել եք, թե զարմանալու եք, թե ինչ են Վրաստները խոչընդոտում, ճիշտ են անելու, որ խոչընդոտել են։ Որտեղ դուք այ կենցաղային մտածողությունից դուրս չեք կարող գաք։ Այ դուք եթե դուք գիտակցեք, որ մենք չենք կարող փչացնել հայ-վրացական հարաբերությունները, այ այսպես հարթակներ ձևավորելով, եթե մենք դա գիտակցենք, մենք երբևիցե խնդրեմ չենք ունենա հայ-վրացական հարաբերություններում։ Սա է խնդիրը։